Շուտով հեռուստադիտողներին է սպասվում նոր ու խոստումնալից նախագիծ «Փախուստ մանկությունից», որի շուրջ արդեն իսկ մեծ հետաքրքրություն է ձևավորվում։ Նախագիծը նախաձեռնել է սիրված սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը, ով բազմիցս ապացուցել է, որ կարողանում է ստեղծել ինչպես հուզիչ, այնպես էլ դիտարժան ու լայն լսարան գրավող պատմություններ։ Այս անգամ, սակայն, թվում է նա ընտրել է ավելի թեթև, հումորային ու միևնույն ժամանակ կյանքի իրական դրվագներին մոտ ձևաչափ։ «Փախուստ մանկությունից» նախագծում ընդգրկված է բավականին հետաքրքիր և բազմազան դերասանական կազմ։ Գլխավոր դերերից մեկում կհայտնվի Ռոզա Դավթյանն, ով արդեն հասցրել է սիրվել հանդիսատեսի կողմից իր բնական խաղով և անկեղծ կերպարներով։ Նրա կողքին հանդես կգա նաև Իրինա Հարությունյանը, սիրված ու տաղանդավոր դերասանուհի, ով մշտապես համագործակցել է Դիանա Գրիգորյանի հետ։ Նախագծում կնկարահանվեն նաև Վլադիմիր Պողոսյանը, Նարեկ Օգանեսովիչը, Վահագն Գալստյանը և Արման Ղազարյանը, ինչը խոստանում է ապահովել հետաքրքիր դերասանական համադրություններ և բազմաշերտ սյուժետային զարգացումներ։ Հատուկ ուշադրության արժանի է դերասանական հարաբերությունների կառուցվածքը։ Ըստ նախնական տեղեկությունների, Արման Ղազարյանի ու Իրինա Հարությունյանի մարմնավորված կերպարները նախագծում կմարմնավորեն Ռոզա Դավթյանի կերպարի ծնողներին։ Այսպիսի դերաբաշխումն արդեն իսկ հետաքրքիր ինտրիգ է ստեղծում, քանի որ հանդիսատեսը կտեսնի տարբեր սերունդների փոխհարաբերություններ ներկայացված նոր ու հնարավոր է ոչ ստանդարտ մոտեցմամբ։ Նշենք, որ Իրինա Հարությունյանն ու Ռոզա Դավթյանն արդեն նկարահանվել են միևնույն նախագծում, «Վերջին զանգը» սերիալում նրանք մարմնավորում էին մոր ու դստեր։ Թեև սյուժեի մանրամասները դեռևս ամբողջությամբ չեն բացահայտվում, նախագծի անվանումը «Փախուստ մանկությունից» հուշում է, որ այն կարող է անդրադառնալ մեծանալու, անցյալից հեռանալու, հիշողությունների և կյանքի տարբեր փուլերի միջև հակադրությանը։ Միևնույն ժամանակ, դերասանական կազմը և ընդհանուր տրամադրության մասին տարածվող լուրերը հուշում են, որ նախագիծը հավանաբար կունենա հումորային, թեթև և դիտելու համար հաճելի մթնոլորտ առանց ծանր դրամատիզմի։ Ինչպես երևում է հրապարակված տեսանյութերից, գլխավոր հերոսուհին իր հարսանիքից փախչում է։ Իհարկե, սա նախնական տեղեկություն է, բայց հրապարակված տեսանյութից մի փոքր հատված է, որտեղ ծնողները նրան ասում են, որ դու քո հարսանիքից փախար ու 2 օր մենք քեզ էինք փնտրում։ Հնարավոր է պատմության կենտրոնում լինի մի կերպար, որը փորձում է փախչել իր մանկության հիշողություններից կամ հակառակը վերադառնալ դրանց, հասկանալու ինքն իրեն։ Այդ ընթացքում կբացահայտվեն ընտանեկան հարաբերություններ, ծնող-երեխա կապի բարդությունները, ինչպես նաև առօրյա կյանքի փոքր, բայց ճանաչելի իրավիճակներ, որոնք ներկայացված կլինեն հումորի և ջերմության միջոցով։ Դիանա Գրիգորյանի նախագծերին բնորոշ է նաև այն, որ նույնիսկ ամենաթեթև պատմության մեջ նա կարողանում է տեղադրել խորքային գաղափարներ առանց ծանրաբեռնելու հանդիսատեսին։ Հենց այդ պատճառով էլ սպասվում է, որ «Փախուստ մանկությունիցը» կլինի այնպիսի նախագիծ, որը միաժամանակ կծիծաղեցնի, կստիպի մտածել և գուցե նույնիսկ հիշել սեփական մանկությունը։ Մի բան արդեն հստակ է՝ այս նախագիծը միավորում է սիրված դերասանների հետաքրքիր սյուժետային մոտեցում և փորձառու ստեղծագործական թիմ, ինչը նշանակում է, որ այն մեծ հավանականությամբ կդառնա քննարկվող և դիտվող աշխատանքներից մեկը։ Դիանա Գրիգորյանը նույնպես չի ցանկացել դեռևս մեկնաբանել նոր նախագծի մասին, բայց հուսով ենք, որ շատ շուտով նա կանդրադառնա նոր նախագծին, կխոսի նոր նախագծի սցենարի, ինչպես նաև դերասանական կազմի մասին, այնպես որ սպասում ենք անհամբերությամբ և հուսով ենք, որ շատ շուտով կբացվեն փակագծեր, թե ինչի մասին է նախագիծը, արդյոք հեռուստասերիալ է, թե սիթքոմ, դրամատիկ, թե հումորային թեթև։ Շատ շուտով կիմանաք ամեն ինչ։ Ուր ենք գնում։ Աշխատանքի, ինչպես միշտ։ Ուղղակի խցանումներ են։ Բայց հարմարվում ենք, համակերպվել ենք իրականության հետ եւ այսքանը։ Լավ ամեն ինչ։ Երկու բառ էլ նոր նախագծից խոսեք, որովհետև շատ են հարցնելու։ Չէ, 2 բառով չեմ ասի, իրականում կասեմ, բայց ծավալուն, բայց ոչ այսօր ու ոչ հիմա։
նոր շատ հետաքրքիր նախագիծ է ձեզ սպասվում, անսպասելի նախագիծ, բայց դրա մասին հետո քիչ-քիչ էսա կփորձեք արդեն երբ որ հետևեք էջին եւ ուշադիր լինեք, քիչ-քիչ կփորձեք արդեն հասկանալ, թե ինչի մասին է խոսքը։